Այն դաժան միջավայրում, որտեղ ես եմ մեծացել, կյանքի լուրջ դասեր եմ ստացել։ Եվ այդ դասերից ամենակարևորը գիտես որն է, որ պետք է զգացմունքներդ քո մեջ պահես ու երբեք ի ցույց չդնես։ Քո զգացմունքները քեզ կանխատեսելի ու կառավարելի են դարձնում։ Լավնորություն կա։ Կարինեն կոմայից դուրս է եկել, բայց ոչինչ չի հիշում։ Ընդհանրապես բան չի հիշում։ Ընդհանրապես։ Նույնիսկ հարազատությունողներին չի ճանաչում։ Այդ ինֆորմացիան հաստատ է։ Հա, ծանոթ բժիշկ ունեմ հիվանդանոցում ինքն է ասել։ Լորդի շրջապատում էլ է նույն բանը ասում։ Բայց դա հարցի լուծում չի։ Դա ընդհանրապես մեզ հնարավորություն է տալիս ժամանակավոր դադարի։ Բժիշկների պրոգնոզը ինչ է։ Երբ կվերականգնվի հիշողությունը։ Դե հիմա ոչ մեկ ոչ մի բան չի կանխատեսում։ Կարող է վաղը, կամ մի շաբաթ, կամ մի քանի ամիս։ Դա ժամանակը, որը մեզ թույլ կտա Կարինեին վերացնել ու հարցը վերջնականապես փակել։ Ասա։ Տարեկոֆիս հիմա կգամ։ Ջիվանին են գտել։ Եվ ինչ ես պատրաստվում անել։ Են ինչ որ պետք է, բայց դու չխառնվես Սաթեն։ Ես հիմա պետք է վերադառնալ տուն, որ ոչ մեկի կասկածի տեղիք չտանք, մինչև հարցին լուծում գտնենք։ Դու արի հետս։ Կազմակերպի սետո տնեցիներին տարտում։ Զանգի Սերգոյին ասա գալիս եմ։ Ինչ ես որոշ անես ռազ։ Էր ինչ պիտի վաղուց արած լնենք։ Անկապ մարդ սպանելով դավո ինչ են գտնի ռազ։ Անկապ չի։ Կազումյաններն են դավոին գողացել ու ես կասկած չունեմ դրան։ Բայց այդ քիչ է ռազ։ Մենակ ոչ իմ համար։ Դրանցից միջև արուն չհանեք ճշմարտությունը չեն ասելու։ Երդ որ իմացավ գլխի վրով թռել ես, քեզ չի ների։ Ախպեր, հերս արդեն համակերպվել են մտքի հետ, որ դավոն չկա։ Ես չէ։ Դու իմ հետ ես։ Ձեռս առ։ Վիկինգ, ինձ կոնկրետ ու հստակ պատասխան է պետք։ Իմ հետ ես, թե չէ։ Հա, քո հետ է։ Ասա ումից ենք սկսում ու երբ։ Երկու օրից երբ հերեսը ծսեմի լակոտ հետ մի հատ էլ կխոսա։ Մեզ մի 4-5 պինդ տղա է պետք լնելու, բայց որ չվախենան Կազումյանների դեմ ելնեն։ Կան տես տղերք։ Դե հետները հանդիպի բացատրի ինչա պետք անելու ոնց, մնացածը արդեն ընթացքում։ Եղավ։ Ասեմ, ես քեզ հավատարմության երթում եմ տվել, բայց ես շահիդ չեմ, ու ոչ մի բան ես աշխարհում չի ստիպի, որ ես ինքնազոհության գնամ։ Եթե լորդի աղջիկը հիշողությունը կորցրած չլիներ ու Վիգենի անունը տված լիներ, դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը քո վրա էր լինելու Ջիվան։ Ու այս դեպքում քո ինքնազոհությունը արդարացված կլիներ, որովհետև քո պատճառով ենք մենք հայտնվել այս դրության մեջ։ Ես Կազումյանի հրաման եմ կատարել։ Եթե նույնիսկ այդ Կազումյանը կին է։ Այդ ակնարկում ես, որ չեմ կարողանում ընտանիքս կառավարել։ Չէ, ասում եմ ոնց կա։ Դու հենց նոր քո մահվան դատավճիռը կնքեցիր, Ջիվան։ Ուզում ես խփես խփի։ Միևնույն է ինձ վերացնելու եք որպես
ավելորդ վկայի։ Պատվովս եմ երդվում, Ջիվան, ես քեզ չեմ սպանի, եթե գործը հասցնես ավարտին, բայց դրա համար դու շատ քիչ ժամանակ ունես, լորդի աղջիկը ամեն վարկյան կարա ամեն ինչ հիշի, Լորդը հիմար չի, ու շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգավոր վիճակում է գտնվում Կարենին, նրան մոտենալը գործնականում հնարավոր չի, Թողրոտ ու հարսոտ մեր մոտ են։ Իրանց հետ կստանաս այն ժամանակ, երբ որ գործը կանես։ Իմ այսքան տարվա ավատարիմ ծառայության համար սենց ես պատասխանում, Սեմ։ դու ինձ այլ տարբերակ չես թողել, Ջիվան, 24 ժամ ունես գործը անելու համար, ազատ ես։ Սպասի, խոսելու բան կա։ Ասա լսում եմ սան։ Դու իրոք սիրում ես ինձ։ Հա։ Ու ասեցիր, որ պատրաստ ես թողնել ես աշխարհը ու նորմալ մարդու պես ապրել։ Հանուն քեզ պատրաստ եմ։ Իսկ հանուն ինձ պատրաստ ես ճշմարտությունն ասել։ Ինչի մասին է խոսքը։ Դավիթի, ավոյի որդու։ Դուք եք սպանել նրան։ Ինձ ճիշտն ասա ու դու շանս կունենաս։ Երդվում եմ։ Սեթո, ինձ քո պատասխանն ա պետք։ Կազումյանների ընտանիքը Հավոյի տղայի անետացման հետ կապ չունի, ոնց որ դուք եք կարծում, նաև սպանության հետ։ Իսկ եթե այդպես լիներ, կասեիր։ Եթե դա կփոխեր քո վերաբերմունքի իմ հանդեպ, կասեի, որովհետև դա միակ բանն է, որ ես ամենից շատ եմ ուզում։ Ես քեզ չեմ հավատում։ Ես քո հանդեպ անկեղծ եմ Սոնա։ Դու չափից ավելի նվիրված ես հորս։ Ես Կազումյանների ընտանիքին եմ նվիրված։ Կազումյան ազգանունը ինձ համար հպարտության առիթ չի։ Այլ հակառակը։ Ես կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին դու ես ցանկանում ինձ տեսնել։ Չես կարող։ Ու հերթական անգամ դա ապացուցեցիր։ Ես Ժիվանին չեմ վստահում։ Հետի մեզ փողն ա տալու, եթե մի բան ես չգնաց։ Ջիվանը գնալու տեղ չունի։ Անկախ նրանից, թե ում հրամանն է ինքը կատարել, Ջիվանն է իր ձեռով սպանել ավոյի տղուն։ Նրան ամեն պարագայում սպանելու է։ Ջիվանը հիմար մարդ չի։ Ու շատ լավ հասկանում է, որ մենք իրան սաղ չենք թողելու։
Ու վրեժ լուծելու համար կգնա ու ամեն ինչ պատմի Ավոյին։ Մանավանդ հիմա, որ հարցին մեկը թորանը զալոժնիկ ենք պահել, ու հավելել առիթ ենք տալի, որ մեզնից աբիժնիկ մնա։ Առանց ընտանիքի վրա ճնշում գործադրելու, Ջիվանը չի անի այն ինչ իրանից պահանջում է։ Հարսին ու թորանը գողանալու գաղափարն էլ իմը չի, հորինը տա։ Բայց ես համաձայն եմ այդ որոշման հետ։ Պապ, այդ երբ ենք մենք կնիկ երեխա գողանում ու պատանդ պահում, Էն օրվանից, երբ քո պատճառով լորդի աղջիկը հայտնվեց կոմայի մեջ, դու էլ որոշեցիր Դավիթին զալոժնիկ պահես, տղա ջան։ Էդ էլ քիչ էր։ Հետո մերդ ինքնագլուխ որոշեց Դավիթին սպանել ու մեր վիճակը այսենց բարդացնել։ Ամեն դեպքում Ջիվանը շատ վտանգավոր է դառնում մեր համար։ Ու ոչ պակաս վտանգավոր կան լորդի աղջիկս է։ Ինչ եք առաջարկում։ Այն ինչ սկզբից մտածել էինք սեն։ Ջիվանը սպանում է լորդի աղջկան, իսկ մենք իրան։ Ու ամբողջ մեղքը բարդում ենք Ջիվանի վրա։ Ջիվանի պատճառով է հավարանվել։ Ինքն էլ գողացել է Դավոյին ու հետո սպանել։ Ասելը հեշտ է, անելը դժվար։ Ջիվանը շատ փորձված կել է։ Հիմա նա շատ լավ հաշվարկել է մեր բոլոր քայլերը ու մտածել նաև հակաքայլերը։ Դրան տեղում խփել է պետք։ Երբ որ լորդի աղջկան սպանենք, ինքը ժամանակ չի հասկանա ինչա կատարվում։ Հենց ուտել իրանք խփենք։ Նրան աննկատ մոտենալը շատ բարդ է, Վիգեն։ Նա շատ փորձված մարդասպան է։ Եթե մերոնցից մեկի շունչը թիկունքում զգաց, ամեն ինչ կարա մեր դեմ շուռ գա։ Ես այդքան եմ, Քերի։ Ես կսպանեմ Ջիվանին։ Դու մի խառնվի, այս քո հարցը չի։ Վիգենը ճիշտ է ասում, Շավո։ Պետք չի, որ դու այս թեմաներին խառնվես։ Քերի, ես արդեն խառնվել եմ։ Ջիվանը ինձ չի սպասում։ Ու հետո կլինի իմ առավելությունը։ Բայց խելացի բան ասում։ Ուրեմն ես կխփեմ Ջիվանին։ Չէ, հենց քո շողքը տեսավ գործը բռավել կգնա։ Ես գնամ հիվանդանոցի մոտ կսպասեմ։ Հենց դուրս եկավ կխփեմ։ Ինձ ասելու բան չունես։ Կոնկրետ ինչ հայտարարում Շախ ջան։ Օրինակ եմ, որ Գողանը ուզում է տակդ փորի, կապված այդ նարկոշի անետացման հետ։ Հա, այդ կուրսի եմ, բայց անհանգստանալու բան չկա։ Եթե խոսքը գնում է այդ Կազումյանների մասին, անհանգստանալու բան միշտ էլ կա։ Քեզանից ու ինձանից բացի ոչ մեկ չգիտի, թե ինչ ա եղել այդ Արոյի հետ։ Ու տենց էլ կմնա, ինչքան էլ որ այդ Կազումյանները բզբզան։ Պետք չի թերագնահատել դրանց։ Չեմ թերագնահատում, բայց իմացի, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Եթե հանկարծ նեղը գցեն, կասեմ քեզ։ Լավ։ Մի հատ թեմա էլ կա, որ պետք է կուրսի լինես։ Ասա։ Վիկինգը ահագին զենք է առել։ Ու դժվար չի ենթադրել, որ այդ արելա Ռազի հրամանով։ Որտեղից գիտես։ Մեր ընդհանուր ծանոթի միջոցով ենք զենքի կանալի վրա դուրս եկել։ Քանակը շատ է։ Հա։ Ու հաստատ ինքնապաշտպանության համար չի վիզ դրել։ Ինձ թվում է, Ռազը ինչ-որ լուրջ բան է նախապատրաստում։ Կարևոր ինֆորմացիա ասեցիր։ Կփորձեմ հասկանալ։ Բայց դու ամեն դեպքում ձեռքդ պուլսի վրա պահի։ Վատ կանխած զգացում ունեմ։ Հասկացա։ Շնորհակալ եմ։
Դու միշտ հավատարիմ ես եղել մեր ընտանիքին։ Եվ քո նվիրվածությունը գնահատվել է։ Բայց հիմա, երբ մեր ընտանիքը կանգնած է մահացու վտանգի առջև, ես պիտի համոզված լինեմ, որ դու ամբողջովին կենտրոնացած ես այդ վտանգը չեզոքացնելու վրա։ Ես միշտ Կազումյանների ընտանիքի կողքին եմ եղել։ Դու պետք է չկասկածես իմ հավատարմության ու պրոֆեսիոնալիզմի վրա։ Եղել ես։ Բայց հիմա մի փոքր այլ է։ Սոնայի հանդեպ քո զգացմունքը կարող է մեծ խնդիր դառնալ։ Նման իրավիճակներում պետք է մի կողմ թողնել զգացմունքները։ Ես քեզ վստահեցնում եմ, Սաթեն։ Իմ զգացմունքները Սոնայի հանդեպ չեն կարող ազդել աշխատանքի վրա։ Ոչ դու, ոչ էլ որևէ մեկը այս աշխարհում չեն կարող կառավարել զգացմունքը, երբ որ դա սիրուն է վերաբերում։ Սոնայի հետ դու ավելորդ ժամանակ ես վատնում։ Նա երբեք կոնը չի լինելու։ Ինչ ես այդքան վստահ։ Ինչ մտածում ես, ես արժանի չեմ Սոնային։ Մտածում եմ, որ դուք բացարձակ տարբեր մարդիկ եք։ Ես հանուն Սոնայի պատրաստ եմ փոխվել։ Դու արդեն սխալ ճանապարհի վրա ես։ Սոնան երբեք կոնը չի լինելու։ Եվ ինչքան շուտ դու դա հասկանաս, այդքան ավելի լավ քեզ համար։ Իմ պահով կարող ես հանգիստ լինել։ Ես ամբողջովին կենտրոնացած եմ աշխատանքի վրա։ Սա խաղ չի սեթո։ Սա ավելի քան իրական է։ Եվ մեզ պետք է մարդ, ով որ բարդ իրավիճակներում կարողանա ճիշտ ու ռացիոնալ կողմնորոշվել։ Ես քեզ հասկացա։ Իսկ եթե այլևս պետք չեմ, գնամ։ Գնա։ Չեմ ուզում, որ հույսներս կորցնենք։ Ես վստահ եմ, Դավիթը ողջ է, ու իրան շուտով գտնելու ենք։ Ուզենայի քո վստահությունը ունենայի տես։ Բայց չունեմ։ Ես պատրաստ եմ հենց հիմա կյանքս զոհեմ։ Միայն թե վստահ լինեմ, որ նա ողջ է։ Պապ, դու ինձ միշտ սովորացրել ես, որ պիտի ուժեղ լինեմ։ Հիմա ես եմ քեզ խնդրում։ Դու պիտի ուժեղ լինես ու պիտի հավատաս։ Դավիթի անետացումով ես կորցրել եմ ուժս։ Ես միշտ փորձել եմ պաշտպանել ձեր երկուսին, բայց հիմա ինձ անզոր եմ զգում։ Պապ, ինչ անզորության մասին ես խոսում։ Քո մի խոսքով քաղաքում օդը կանգնել է։ Դու իմ մեծ տղեն ես, Ռազ, իմ շարունակությունը, ու ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ դու դառնաս այս պատերազմի հաջորդ զոհը։ Խնդրում եմ քեզ իմպուլսիվ առանց մտածելու որոշումներ չկայացնես։ Մեր դեմ զորեղ թշնամի է կանգնած, ով կվերացնի ցանկացած արգելք։ Եթե բացահայտման վտանգ զգա։ Ես նենց բան չեմ անի, որի համար դու կամաչես, պապ։ Առանց իմ գիտության ոչ մի քայլ, Ռազ։ Ես գիտեի, որ ամեն ինչ այս կերպ է վերջանալու, բայց չգիտեի, որ այսքան ստոր եք լինելու իմ հանդեպ։ Մենք բոլորս շատ լարված ենք, Ջիվան։ Եթե Կարինեն խոսեց, մենք բոլորս դիակ ենք։ Եվ միայն դու կարող ես դա կանխել։ Թոռոնս ու հարսիս կյանքի գնով, Սատեն։ Ինչ ես խոսում։
Համարձակվեց ձևացնել, թե իբր անտեղյակ ես։ Ես համոզված եմ, որ առևանգումը քո գաղափարն է։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ, Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentallux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentallux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Հորս շիրիմով եմ երդվում։ Ես դա չեմ արել։ Ես երբեք ինձ թույլ չէի տա նման ստորություն քո ընտանիքի հանդեպ։ Իսկ Սեմն արել է։ Գողացել է թոռանս ու հարսիս։ Ու ստիպում է, որ ինքնազոհության գնամ։ Սա է ձեր գնահատականի իմ այսքան երկար տարվա հավատարմությանը։ Շատ սխալ որոշում ա կայացրել Սեմը։ Ու ինչ։ Դա ոչինչ չի փոխելու։ Ու եթե ես ինչ-որ հրաշքով ողջ մնամ, միևնույն է դուք ինձ կվերացնեք։ Ասել եմ, ու մի անգամ էլ եմ կրկնում։ Դա հնարավոր չի։ Ես քեզ կպաշտպանեմ։ Դու դա չես կարող անել, Սատեն։ Արթնացիր վերջապես։ Ամեն ինչ վերահսկողությունից դուրս է մնացել։ Իմ ճակատագիրն արդեն կանխորոշված է։ Բայց դու կարող ես փրկել ընտանիքս։ Որովհետև ես համոզված չեմ, որ գործն անելուց հետո Սեմը ընտանիքս բաց կթողնի։ Սեմը հրեշ չի։ Նրանք ավելորդ վկա են, Սատեն։ Իսկ հաշվի առնելով, թե ինչ վտանգավոր վիճակում եք դուք գտնվում, իմ անհանգստությունն անհիմն չի։ Ես համոզված եմ, որ Սեմը նման բան չի անի, բայց ամեն դեպքում ես քեզ խոստանում եմ, որ թոռդ ու հարսդ ապահով տուն կհասնեն։ Իմ բոլոր սրբություններով եմ երդվում։ Դու գիտես, թե ես ինչերի եմ ընդունակ։ Եթե թոռանս ու հարսիս գլխից մաս պակասեց,
Ես այն աշխարհից էլ լինի կվերադառնամ։ Ու կոչնչացնեմ ձեր անիծյալ ընտանիքը։ Դու դա չես անի, Ջիվան։ Եվ գիտես ինչու։ Որովհետև դու տեսել ես իմ մութ կողմը։ Որովհետև դու գիտես, թե ես ինչի եմ ընդունակ։ Արա գործդ, Ջիվան։ Եվ ես քեզ խոստանում եմ, որ թորդ ու հարցդ անվտանգ տեղ կհասնեն։ Ես քեզ դա երաշխավորում եմ։ Ուղիղը պատրաստ են, հրամանին են սպասում։ Վստահելի են։ Ահա, հենց մարդկանց եմ հավաքել, որ Կազումյանների հետ հարց են ունեցել ժամանակին, ու հաստատ մեր հետ միջև վերջ կգան։ Այս թեմայով հերս ոչ մի բան չպիտի իմանա։ Դու ինձ հասկացար, Վիկ։ Հասկացա, բայց այդ հարցերին վզով է մնալու ռազ։ Ավոն ինչ չի ների, որ իր թիկունքում իրանից թակուն բաներ եմ արել։ Այս թեման իմ ու հորս մեջ է, դու կապ չունես։ Բարեկում ձեզ։ Նստի։ Չէ մտածում, որ այսքան շուտ ինձ ասելու բան կունենաս։ Մտածեցի կարևոր է։ Դրա համար ասեցի հանդիպենք պատմեմ։ Ու ինչ ես իմացել։ Գևոր այսօր ընկերների հետ էլի կաֆեում էր։ Ու թեման էլի աղբերը էր Դավիթը։ Ինչ էին խոսում։ Ոչ մի նոր բան, այն ինչ որ ինտերնետում գրած է։ Ու յան ինչ էին այդ ջահելները հավաքվել կաֆեում ու քննարկում Դավոյին։ Դե ոնց ժողեցի դրանցից մեկը Դավոյի հետ է սովորել։ Դրա համար էլ թեման էդ էր։ Ու ոնց հասկանում եմ, քրոջ հետ էլ էլի նույն բանից են խոսացել։ Ինչի՞ է մոտս ունես տպավորություն, որ Գևորիկին ու Սոնային ըստ թեմայից ուզում ես սիրուն սղցնես հանես։ Հանուն ինչի ես պիտի դրանց թեմայից հանեմ։ Ասում եմ մեն ինչ որ կա ռազ։ Ու եթե ինչ չես հավատում, ուրիշ մարդ իր դրանց փոչին թող հետևեն, որ հավատաս։ Խնդիր չկա, ես կշարունակեմ երկուսին էլ հետևել ռազ, բայց չեմ կարծում, թե Գևորը ինչ-որ ինֆորմացիայի է տիրապետում։ Ու ոնց հասկանամ սա, Մանուկյան։ Շատ բարձ, լորդի փաստաբանները դատական հայց են ներկայացրել, որտեղ հրաժարվում են նրա աղջկա պետական պահպանությունից, ու դատարանը ընդունել է այդ պահանջը։ Դատարանը հաշվի չի առել բոլոր հանգամանքները։ Դա մեր լիազորություններից դուրս է։ Ուրեմն դիմեք դատախազություն, բեկան եք որոշումը։ Անիմաստ ժամանակի վատնում կլինի, պարոն գնդապետ։ Մենք չենք կարող մարդուն պարտադրաբար պաշտպանել։ Նավակայի կարգավիճակում է, հետևաբար կարևորություն է ներկայացնում գործի քննության համար։ Իսկ այդ դեպքում մենք կարող ենք ուժի պարտադրանքով հսկողություն հաստատել վկայի վրա։ Կարող ենք, բայց նրանց փաստաբանները անվերջ ժամանակ կձգեն։ Փաստական նյութեր կպահանջեն, որտեղ մենք պետք է ապացուցենք, որ Կարինեն իսկապես կարևոր վկա է ու նրա կյանքին վտանգ է սպառնում։ Մանուկյան, եթե այդ աղջկան սպանեցին, բոլորը մեզ են մեղադրելու, ոչ ոք չի հիշելու դատական որոշման մասին։ Որը այստեղ հարցը ոչ թե այդ որոշման փաստն է, այլ թե ինչու են նրանք դիմել դատարան։ Լավ կան գաղափարներ։ Դե միակ բանը, որ մտքովս անցնում է, դա վենդետան է։ Հիվանդանոցը։ Չեմ կարծում։ Ես որ հիվանդանոցի շենքում էի, շատ ակտիվ շարժեր նկատվում։ Գնում էին գալիս քննարկում, ու այդ ամեն ինչը մեզնից գաղտնի։ Ինձ թվում է ինչ-որ բան են մոգոնում։ Իսկ հնարավոր չի գաղտնի մուտք գործել ու հսկողություն սահմանել Կարինեի հիվանդասենյակի մոտ։ Բարդ կլինի աննկատ մնալը։ Լորդի մարդիկ ուղղակի վխտում են հիվանդանոցում։ Ցանկացած օտար մարդ, որ ասում է հիվանդասենյակի մոտով, կանգնեցնում են հարց ու փորձ անում։ Կարելի է փորձել այդ հիվանդանոցի անվտանգության ծառայության միջոցով
հետևել իրադարձություններին ու անհրաժեշտության դեպքում միջամտել։ Համաձայն եմ։ Իմ կարծիքով հիմա միակ օպտիմալ տարբերակն է։ Զբաղվել դրանով։ Լավ։ Դու իզու Շավոյինդ հարցը վստահեցիր։ Ինքը լփորձ չունի։ Մեր բիզնեսում հնարավոր չի մաքուր մնալ ու առաջ գնալ։ Հիմա ժամանակն է, որ Շավոն էլ ձեռքերը կեղտոտի ու ապացուցի, որ ինքը արժանի է այն պատասխանատվությանը, որը մենք դրել ենք իր ուսերին։ Ապ Շավոն իր նվիրվածությունն է մեզ ապացուցել։ Շավոն մեր արած դրածն է շարունակել, բայց ինքնուրույն ինքը ոչ մի բանի չի ասել։ Ու հիմա ես իր համար լավագույն շանսն է։ Ինքը քո քրոջ տղեն է։ Միակ տղեն։ Դու էլ իմ հարազատ տղեն ես։ Ու դու 1000 անգամ ավելի ծանր, դաժան, փորձությունների միջով ես անցել։ Դու տեղեր ես գնացել, որտեղից կենթանի վերադառնալու շանս գրեթե չկար։ Ու ես քեզ չեմ կանգնացրել։ Որովհետև այդ է գինը, որ պետք է վճարես բարձրագույն լիգայում խաղալու համար։ Ես հասկանում եմ։ Ուղղակի Վերջ, Վիգեն, թեման փակված է։ Ես իմ որոշումը կայացրել եմ։ Դու շատ վստահ էիր, որ այդ Արմանը կհամաձայնվի քո առաջարկին։ Բայց մերժել է։ Մերժեց։ Ու ես իմ ավելի շատ եմ վստահում իրան, քան առաջ։ Ինչ ես ուզում դրանով ասես։ Եթե ինքը հերթական պատստավնորմենտ ելներ, ոնց որ դուք կհասկացում եք։ Միանգամից ինձանից կիմանար անունները, որ պետք է սպաներ։ Եթե այդ ապացույցներով, հերթով, ցուցակով սաղից բռնել կտար։ Ասածներիդ մեջ ճշմարտություն կա, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Իմ համար նշանակում է, եթե նա մենթելներ անպայման այդ շանսը կօգտագործեր։ Իսկ ինչ պատճառաբանությամբ հրաժարվել։ Շատ պարզ ու հասարակ։ Ասում որ չի ուզում մեր սեփականությունը դառնա։ Ուզում է մեր հետ աշխատի որպես պարտնյոր։ Դու ինչ կարծիք ես այդ տղու մասին։ Չգիտեմ, պապ։ Շարժու ձևը, խոսալը, գաղափարը տեղն է։ Բայց մեկը մի բան չի։ Սեմ դու իր ասում, որ ոստիկանությունում մեր մարդը 100%-անոց գարանտիա է տվել, որ այս պահին Կազումյանների դեմ ոչ մի օպերացիա չի անցկացվում։ Դա, կա տենց բան։ Բայց ինչի համար են այս խոսակցությունները։ Մենք հիմա բարդ սիտուացիայի մեջ ենք։ Մեզ հիմա կարգին լուրջ տղեկ են պետք, որ մեր շարքերը ուժեղացնեն։ Լավ։ Թող այդ կոքսի հարցը լուծի, հետո որոշում կկայացնենք այդ թեմայով։ Ասավան։ Տեղը ասա։ 15 րոպեից է տեղեմ։ Արոյի վրով ինֆորմացիա կա։ Իրար հետ կգնանք։ Լսի Սերգո, մեր այս նեղ վիճակում նոր թեմաներ չբռնեք։ Մի գլխացավանքից չպրծած մյուսի մեջ չհայտնվենք։ Ես քեզ հասկացա։ Բարեկում ձեզ։ Բարեկում։ Են հետինը տով է։ Արոյի բարեկներից է։ Քո համար կարևոր ինֆորմացիա ունի։
Բարև ձեզ։ Բարև։ Պատմեն ինչ որ ինձ էս պատմե։ Այդ օրը Արոյի հետ տեղ պիտի գնայինք։ Հետո Ռաֆոն զանգեց, ասեց ուզում է հանդիպի։ Շարունակի։ Ճիշտն ասած այդ օրը լավ չէի զգում ինձ։ Ամբողջ ընթացքում մեքենայի մեջ պարկած եմ եղել։ Հա, ոնց եղար Մելս։ Լավ չէ։ Ապա մեջ սա խառնվել է իրար։ Չեմ ճոգում ինչա կատարվում։ Հար դե ասեցի մի խառնի իրար, արա։ Այդ կոքսն ու գերեշկեն խառնի իրար, այ ուրոտ։ Լավ։ Ռեսպասի տնեմ ինչ ասում։ Մի հատ լավ բժիշկ ունեմ, հեսա սիստեմական են կանստիկեթա։ Լավ, ռեսպասի տնեմ ինչ ասում։ Բարև ախպերս։ Շուտ արալը։ Վերնգի բագաժնիկը։ Ախպեր ինչ ա եղել, ցավը տանեմ, հարց դու պատասխանեմ, ինչ բագաժնիկ, այ ցավը տանեմ։ Ես ինչ եմ ասում, այդ տղա։ Կամ հենց հիմա դու քո խոտով մտնում ես բագաժնիկը, կամ ես եմ քեզ մտցնում, արա։ Բայց հարցն ու ինչումն է, Ռաֆ ջան, ասա հասկանանք, ախպեր ինչ բագաժնիկ։ Ես հասկանում, շուտ արա, վերնգիլը։ Հավա։ Հասկացանք, հանգստացի լավ։ Մտիլ արա։ Հասկացանք լավ։ Իրապ ինչ ասում եք։ Բա ինչ արիր հետո։ Զանգել ես, մերոնցից ինչ որ մեկին կուրսի պահել ես։ Ուզում էի զանգեի, բայց չհասցրեցի։ Մեքենայի դուռը բացել եմ, ընկել եմ գիտակցությունս կորցրել եմ։ Բա ուր էիր այսքան ժամանակ, որ հիմա ես մեզ այդ ամեն ինչի մասին պատմում, հա։ Հիվանդանոցում եմ եղել։ Ռեանիմացիայում 10 օր անգիտակից եմ եղել։ Հետո եմ իմացել, որ ինչ որ մեկը գտել է զանգել է շտապ օգնություն։ Ճշտել եմ, ինչ որ ասում է ճիշտ է ասում։ Լավ գնա նստի ավտոն։ Էլ կասկած չկա։ Հենց շախն էլ խփել է։ Բայց մենակ սրա խոսքերը քիչ են շախին մեղադրանք դեմ տալու համար։ Օան, եթե մեկի հետ ուզում են զրուցել, հրավիրում են միտեղ նստում թեման քննարկում են։ Իսկ եթե գողանում են, ուրեմն տանում են, որ վերացնեն։ Ուրիշ վարիանտ չկա։ Ես քո հետ համաձայն եմ։ Շախի ձեռի գործն է։ Բայց այս նարկոշը շախին չի տեսել։ Ու չենք կարա թեման դրա վզով անենք։ Կարանք, Ռաֆի միջոցով։ Զանգի Ռաֆին հանդիպում նշանակի, բայց լրիվ ուրիշ թեմայով, որ ոչ մի բան չջոգի։ Երբ։ Հիմա։ Այս թեմաներից պետք է պապային կուրսի պահել։ Կպահենք։ Սպասի տենանք Ռաֆից ինչ ենք ստանում հետո։ Մի ժամից Ռաֆը կլուբում կլինի։ Սրան հետները ստանում ենք։ Ոնց ասես Սերգո ջան։